Բարձր սիրելի հայրենակիցներ, եթերում կրկին քաղաքական խաչմերուկն է։ Այսօր արդեն դեկտեմբերի 26-ն է, տարին դեռ չեմ ամփոփում, բայց կարծես թե Ադրբեջանի արտգործնախարարն է ամփոփել տարին եւ անդրադարձել է Հայաստանին, շատ կարեւոր ուղերձներ է կրկին նախաղել Հայաստանին եւ հայ ժողովրդին, անպայման կխոսենք նաեւ այդ հարցի շուրջ, սակայն հիմա երբ թե սկսենք հետաքրքիր եւ շատ կարևոր որոշումից, որը կայացրել է Հայաստանի Հանրապետության կառավարությունը 3 դեկտեմբերի 25-ին այս հարցն են քննարկել նախարար Մխիթար Հայրապետյանի գլխավորությամբ եւ խոսքը նրա մասին է, որ հիմա արդեն օրենսդրական փաթեթ է մշակվել կառավարության կողմից, որը որ ներկայացվել է ազգային ժողով, որպեսզի ընդունեն օրենք այն լրատվամիջոցների մասով, որոնք որ կոչ են անում Հայաստանում տապալել սահմանադրական կարգը, բռնությունների կոչ են անում իշխանության բռնի ուժով տապալման ինչ որ կոչեր, եւ այս օրենքը եթե ընդունվի, բնականաբար շատ կարեւոր կլինի հայկական մեդիա դաշտի համար, որովհետեւ այդ հիբրիդային պատերազմները մի փոքր ավելի լավ կվերահսկվեն, եւ ես հույս ունեմ, որ այդպիսի օրենսդրություն ունենալուց հետո արդեն Հայաստանը համարձակ եւ վճռական քայլեր կիրականացնի, որպեսզի սահմանափակի կոնկրետ այդ լրատվամիջոցները։ Հատկապես հասկանում ենք, որ ռուսական լրատվամիջոցների մասին է խոսքը։ Դե բնականաբար Ադրբեջանը եւս հիբրիդային պատերազմ է աղում ընդդեմ Հայաստանի, բայց ամեն շատ երևացող հիբրիդային պատերազմը այս պահի դրությամբ Ռուսաստանի կողմից մղվող այդ հիբրիդային պատերազմն է, քանի որ իրենք կոնկրետ քաղաքական, ներքաղաքական նպատակներ ունեն Հայաստանում, ֆինանսավորում են տարբեր ընդդիմություն կոչվածների, եթե ընդհանրապես նրանց ընդդիմադիր կարելի է համարել, եւ գիտեք ինչ է, սիրելի հայրենակիցներ, եւ գիտեք ինչ, իմ պատկերացմամբ շատ հետաքրքիր ձևով համընկավ այդ որոշումը կառավարության կողմից եւ այդ մասին հայտարարությունը Նիկոլ Փաշինյանի այցից հետո Մոսկվա։ Ես կարող եմ ենթադրել, որ այս ամենը կապ ունի նաեւ այդ այցի հետ եւ հանդիպման հետ Վլադիմիր Պուտինի, բնականաբար դուք էլ գարեք ձեր կարծիքը, ինձ հետաքրքիր է լսել ձեր կարծիքը, միգուցե ընդհանրապես որևիցե կապ չունի, բայց ես տեսնում եմ հստակ երևացող կապ, ամենայն հավանականությամբ բանակցությունները շատ վատ են ընթացել Փաշինյանի եւ Պուտինի միջև։ Երեկվա նաեւ Փաշինյանի ասուլիսին ես անդրադարձա, որտեղ որ նա կոնկրետ խոսում է Ռուսաստանի մասին, նրա պարտավորությունների մասին, երկաթգծի մասով, որ հիմա առաջարկվել է, ավելի ճիշտ պահանջել են փաստացի նաեւ Ռուսաստանից վերակառուցել Ադրբեջանի եւ Հայաստանի միջև երկաթգիծը, այսինքն մի քանի կապ կա, գիտեք, այդ թվում նաեւ դեպի Նախիջևան, ինչպես նաեւ Թուրքիայի հետ երկաթգծի այդ հատվածը, եթե չեն իրականացնելու, ապա Հայաստանը վերցնելու է այդ հատվածները Ռուսաստանի ձեռքից եւ ինքն է վերանորոգելու, վերակառուցելու։ Ու կոնկրետ այդ մասին հայտարարվեց գիտեք նրա համար, քանի որ այդ հատվածները պատկանում են ռուսական երկաթգծին։ Իսկ ինչ վերաբերվում է Թրիփին, բնականաբար Ռուսաստանը մեծ ախորժակ ունի Թրիփի մասով, այդ մասին էլ ենք խոսել, իրենք ուզում են այնտեղ երկաթգիծը կառուցել եւ վերահսկել։ Ուրիշ ախորժակներ էլ կան Սյունիքի մասով, իրենց զորքն է ներկա, իրենց ասածով։ Մի խոսքով չանդրադառնանք այդ ամենին, բայց ինչու մեդիա դաշտից գնացի դեպի այդտեղ երեկվա Նիկոլ Փաշինյանի ասուլիսը եւ նաեւ այս տեղեկությունը, որը որ կոնկրետ վերաբերվում է մեդիա դաշտին, այն աղբին, որը որ լցվում է հայկական մեդիա դաշտ, հիբրիդային պատերազմի նպատակով, ես կարծում եմ եւ կրկնեմ իմ կարծիքը, այս ամենը կապ ունի Նիկոլ Փաշինյանի այցի հետ Մոսկվա եւ ամենայն հավանականությամբ շատ կոշտ զրույց է տեղի ունեցել Նիկոլ Փաշինյանի եւ Վլադիմիր Պուտինի միջև։ Վլադիմիր Պուտինը պահանջներ է ներկայացրել, Նիկոլ Փաշինյանը որպես հակափաստարկ մի քանի այլ հարցերի է անդրադարձել, այդ թվում նաեւ երկաթգծին, որ պետք է արագ վերակառուցվի այդ հատվածը, հիմա էլ այս օրենքն է ընդունվում, բայց այս օրենքը նաեւ կապ ունի, կարծում եմ նրա հետ, որ հիմա Հայաստանը պահանջեց Եվրամիությունից կամ խնդրեց ավելի ճիշտ է կոչով դիմեց Եվրամիությանը, որպեսզի Եվրամիությունը կոնկրետ միջոցներ հատկացնի Հայաստանին հիբրիդային այս պատերազմի մասով։ Դե բնականաբար միայն միջոցներով չէ, ֆինանսական նաև օրենսդրական փոփոխություններ են հարկավոր, որպեսզի
էֆեկտիվ ստացվի պայքարել այդ հիբրիդային լրատվամիջոցների դեմ, որոնք որ հիբրիդային պատերազմ են մղում ընդդեմ Հայաստանի եւ հայ ժողովրդի։ Հաջորդ հարցը, որին կուզենայի անդրադառնալ, դա Բայրամովի հայտարարություններն են, սիրելի հայրենակիցներ, որոնք որ վերաբերվում են նաեւ Հայաստանին եւ ինչ է ասում Ադրբեջանի արտգործ նախարարը, նա ասում է, որ Ադրբեջանի եւ Հայաստանի միջև վստահության համար գործադրվող ջանքերը ակտիվացել են, ու նա ասում է, որ կշարունակենք հավատարիմ մնալ երկկողմ երկխոսությանը 2026 թվականի խաղաղության գործընթացը առաջ մղելու համար, բայց Բայրամով այդ ամենի մասին խոսելով, դե գիտենք նաև այդ դրական տեղաշարժերը հացահատիկի մասով Ադրբեջանի տարածքով, որ ներմուծվեց Հայաստան նավթի մասով, Բայրամովը պահանջներ է փաստացի կրկին ներկայացնում Հայաստանին, հայ ժողովրդին, Հայաստանի իշխանությանը եւ ասում է կոնկրետ, որ եթե սահմանադրությունը չփոխեք, ապա խաղաղության պայմանագիրը չի ստորագրվի Ադրբեջանի եւ Հայաստանի միջև։ Նրա խոսքերով կոնկրետ խոչընդոտը Հայաստանի սահմանադրության մեջ է, քանի որ Հայաստանը տարածքային պահանջներ ունի Ադրբեջանի նկատմամբ։ Այսինքն Ադրբեջանի իշխանությունները հիմա էլ արտգործ նախարարի մակարդակով Ալիևն էլ է հայտարարություններ անում, բայց չեն հրաժարվում ախր այդ հայտարարություններից հետ չեն ուզում հրաժարվել, շարունակում են կրկին պահանջներ ներկայացնել Հայաստանին եւ ասում են, որ Հայաստանի սահմանադրությունն է խոչընդոտը, դրա համար էլ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը չի ստորագրվում։ Ըստ նրա, եթե Հայաստանը փոխի սահմանադրությունը, վերջին կարևոր խոչընդոտը կվերանա եւ խաղաղություն կհաստատվի Հարավային Կովկասում, նաեւ Թրիփն է որպես նախապայման մեջբերում, չգիտես ինչու, կարծես Հայաստանը դեմ է Թրիփի իրականացմանը, ճիշտ հակառակն է, մենք ամեն օրվա ռեժիմով, մենք ասելով մեր ալիքը նկատի չունեմ։ Նաեւ Հայաստանի իշխանությունները, Հայաստանի հասարակությունը, Հայաստանի լրատվամիջոցները, քաղաքական գործիչները բոլորը ամեն օրվա ռեժիմով քննարկում են Թրիփ ծրագիրը, բայց Բայրամովը ճիշտ է համարել դա եւս ներկայացնել որպես քաղաքական պահանջ, եթե Թրիփը չիրականանա եւ սահմանադրությունը չփոխվի, ապա Ադրբեջանը չի ստորագրելու խաղաղության պայմանագիր Հայաստանի հետ, ասում է Բայրամովը։ Նա նաեւ խոսել է Ռուսաստանից, Ռուսկի դոմից է խոսել եւ ասել է, որ Ռուսկի դոմը ոչ լեգալ էր աշխատում Ադրբեջանում, գրանցված չէր։ Քանի անգամ զգուշացրել են, բայց իրենք շարունակել են նույնը անել, դրա համար որոշում կայացվեց լիկվիդացիայի ենթարկել այդ Ռուսկի դոմ կոչվածը եւ հիմա այն Ադրբեջանում այլևս գոյություն չունի։ Դրանից բացի նաեւ շատ ակտիվ հիմա խոսվում է կրկին խոցված ինքնաթիռի մասին եւ արդեն ղազախական եւ ադրբեջանական փորձագետները հաստատում են, որ ինքնաթիռը վերջնականապես հաստատում են, որ ինքնաթիռը խոցվել էր Ռուսաստանի կողմից, այսինքն տեխնիկական խնդիրներ չի ունեցել ինքնաթիռը եւ խոցվել է, դրա համար էլ վթարային վայրեջք է կատարել Ղազախստանում։ Հիմա սիրելի հայրենակիցներ, անդրադառնանք նաեւ միջազգային կարևոր հարցերին, հետաքրքիր հայտարարություններ ունենք Զելենսկու կողմից, Ուկրաինայից տեղեկություններ կան, նաեւ կարելի ասել, որ Ուկրաինան եւ Զելենսկին ինչու՞ չէ հերթական անգամ փայլուն քաղաքականություն իրականացրեց, մեկ-մեկ նաեւ նախանձով եմ լցվում, բարի նախանձով Ուկրաինայի հնարավորություններին քաղաքական եւ ոչ միայն քաղաքական, նաեւ ռազմական եւ տեսնում եմ, թե ինչքան վճռական են իրենք կարողանում պաշտպանել իրենց երկրի ինքնիշխանությունը, քաղաքականապես եւս շատ ակտիվ են եւ կարծես թե ամենաբարդ պայմաններում, երբ որ ոչ մի հաջողություն այլևս չի կարող գրանցել Ուկրաինան գրանցում է հետաքրքիր հաջողություններ, որոնք բնականաբար շատ դժվար է կանխատեսել նաեւ փորձագետներին։ Եվ ինչ է ասում Զելենսկին, ասում է, որ շատ լավ հեռախոսազրույց է ունեցել Վիտկոֆի եւ Քուշների հետ։ Լավ նոր գաղափարներ են առաջացել երկարատև խաղաղության համար եւ խնդրել է նաեւ սուրբծննդյան շնորհավորանքներ փոխանցել Դոնալդ Թրամփին, բայց դրանից հետո նաեւ կան տեղեկություններ, որ Ռուստեմ Ումերովը շատ լավ բանակցություններ է վարել եւ համաձայնեցրել է հանդիպում Զելենսկի եւ Դոնալդ Թրամփի միջեւ եւ այդ հանդիպումը փաստացի շատ շուտ կկայանա տարբեր տեղեկություններով եւ այդ տեղեկության աղբյուրներից մեկը Axios-ն է, ասում է, որ արդեն այս կիրակի հանդիպում տեղի կունենա Դոնալդ Թրամփի
եւ Զելենսկիի միջև Մար-a-Լագոյում Դոնալդ Թրամփի նստավայրում բնականաբար հարցը Ուկրաինան է, այդ 20 կետերն են, որոնք որ առաջարկում է Դոնալդ Թրամփը, հիմա ճիշտ է ուկրաինական առաջարկներն են մտել մեջ, բայց առաջին հայացքով, սիրելի հայրենակիցներ, շատ լուրջ ճնշում էր, չէ, գործադրվում Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից Ուկրաինայի վրա, եւ կարծես թե այս խաղի մեջ Ուկրաինան զոհ էր դառնում, այլևս ոչ մի հնարավորություն չուներ խաղալու իր դիվանագիտական խաղը շարունակելու, բայց երկար բանակցելուց հետո փաստացի Զելենսկին հասավ նրան, որ այդ կետերի քանակը նվազեց, Ուկրաինայի համար ոչ ձեռնտու կետերը հանվեցին արանքից, մնացին այդ 20 կետերը, այդ 20 կետերն էլ լուրջ ձևով փոփոխության ենթարկվեցին եւ դրանք հիմա Ուկրաինայի համար դարձան ընդունելի եւ փաստացի Ամերիկայի Միացյալ Նահանգները եւս ընդունեցին այդ համաձայնեցված կետերը։ Ու ահա, փաստացի նաև կարողացան բանակցել ուկրաինացիները պայմանավորվել, որպեսզի հանդիպում տեղի ունենա Դոնալդ Թրամփի եւ Զելենսկիի միջև, ինչը բնականաբար շատ դժվար էր կանխատեսել, հաշվի առնելով Զելենսկիի եւ Թրամփի միջև շատ բարդ լարված հարաբերությունները։ Բայց ռուսները տեսնելով ահա այս ակտիվությունը, ուկրաինական կողմի հաջողությունը, հասկանալով, որ բարդ է իրավիճակը, արագ կազմակերպեցին նոր հեռախոսազրույցներ ամերիկյան կողմի հետ եւ ինչպես տեղեկացնում է Դիմիտրի Պեսկովը, այդ հեռախոսազրույցը նախաձեռնվել է Ռուսաստանի կողմից, Պուտինի նախաձեռնությամբ եւ Պուտինի վարչակազմի աշխատակիցները զրուցել են Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի վարչակազմի աշխատակիցների հետ, կոնկրետ չեն նշում թե ում հետ են զրուցել Ամերիկայի Միացյալ Նահանգներում ռուսները, բայց ռուսական կողմից զրույցը վարել է Յուրի Ուշակովը եւ սա եւս ինչ որ բան մեզ հուշում է, քանի որ այս պահի դրությամբ ամերիկյան կողմից մենք չունենք որևիցե հայտարարություն, իսկ ռուսները արագ հայտարարություն են անում եւ այդ հեռախոսազրույցը տեղի ունեցել Պուտինի նախաձեռնությամբ։ Դե բնականաբար իրենք շնորհավորել են նաեւ Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ, դա եղել առիթը, բայց իրենց ասելիքը լրիվ այլ էր։ Իրենց ուղերձը այն էր, որ իրենց հեռախոսազրույցի նպատակը կոնկրետ այն էր, որ իրենք հիմա փորձելու են կանխել Զելենսկու կողմից գրանցած հաջողությունները։ Եվ վերջին տեղեկությունները, որը որ եւս կարծում եմ հետաքրքիր է, Թրամփի հրամանով Ամերիկայի Միացյալ Նահանգների զինված ուժերը հարվածներ են հասցրել Նիգերիայի հյուսիս-արևելքում գործող իսլամական պետության ահաբեկչական խմբավորման դիրքերին։ Մի քանի օր առաջ էլ Թրամփը հրաման էր արձակել, որով որ Սիրիայում էին հարձակման ենթարկվել իսլամական պետության ահաբեկիչները Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների դաշնակիցների կողմից հետաքրքիր զարգացումներ են, նաեւ Վենեսուելայի շուրջ գիտեք, հետաքրքիր զարգացումներ են, Թրամփը ուժի ցուցադրում է հիմա կազմակերպում աշխարհի գերտերությունների աչքի առջև։ Եվ դա կարծում եմ շատ հետաքրքիր ուղերձներ է պարունակում շատ-շատերին։ Այս պայդրությամբ այսքանը հաջողություն եմ մաղթում բոլորին, ցտեսություն, կհանդիպենք։